Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրման շուրջ։ Չնայած հայտարարվել է, որ տեքստը պատրաստ է, սակայն Բաքուն չի շտապում ստորագրել այն։ Փոխարենն ակտիվացել է տեղեկատվական գրոհը։ Հայաստանի հերկումները դեռևս չեն օգնում ընդհատել Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունների շարքը, թե մեր զինուժը իբր պարբերաբար կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Վերջինն այսօր առավոտյան էր։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը ու կրկին վերահաստատում է, որ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։ Թեմային նաև անդրադարձել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Politikaխոսները իշխանությանը մեղադրում են խաղաղություն մուրալու մեջ, հենց այս բառերով, եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի այս վերջի օրը գրառումները անընդհատ պարբերաբար գրում է, որ ես պատրաստ եմ անգամ միակողմանի ստորագրել։ Դուք դա համարում եք։ Մուրալ բառը շատ վատ բառ է, որովհետեւ դրանով դուք մեր դիմադրողականությանը վնասում եք։ Ինչ է շա մուրալ։ Իհարկե մենք ոնց որ իրենք ժամանակին մենք մուրալու մասին չենք ասի, չէ՞ որ իրանք մուրում էին ինչ-որ պահի, բայց իրանք համբերատար, գլուխները կախ, ժամանակը ճիշտ օգտագործեցին եւ կառուցեցին այն համակարգը, որով իրենք լուծեցին իրենց արժեվ դրված խնդիրը։ Մենք ի տարբերություն իրենց 94-ի հրադադարից հետո ունենալով առավելություն, ունենալով հրադադարի հնարավորություն, մենք ոնց որ թե մեր հաղթանակները ստորադասեցինք այլ անձնական խնդիրների եւ մենք կորցրեցինք մեր կարողությունների մի զգալի մասը։ Եվ դա արձանագրվեց նաեւ պատերազմի ելքիով, 44 օրյա պատերազմի եւ նաեւ քարորիայի ժամանակին։ Այնպես չասենք քարորիայում հաղթել ենք, 44 օրյայում պարտվել ենք։ Ոչ, 30 էլ պարտվել ենք եւ դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։ Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարա անցակետը 10 օրով կբացվի, որպեսզի Երևանից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի շարքում։ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով կհասնի Սիրիա։ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում է քննարկվել հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։ Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդ ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր են։ Մարդկանց չի վախեցնում նույնիսկ մեծաթիվ ոստիկանների ներկայությունը։ Իրավապահ ուժերը շրջափակել են քաղաքապետարանը, փակել ճանապարհներ և Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը։ Բախումներ են եղել, որոնց հետևանքով 5 ոստիկան է տուժել։ Կատարվածը հեղաշրջման փորձ է, ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օջելը։ Քաղաքապետարանի մոտ հավաքվածների առջև ելույթ ունենալով։ Նրա խոսքով Իմամօղլուին չեն զրկում նախագահի թեկնածու լինելու ազատությունից, այլ ազգին են զրկում նրան ընտրելու հնարավորությունից։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել Ստամբուլի համալսարանի տարածքում ուսանողներին ցրելու համար, որոնք բողոքում էին Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը հետ կանչելու որոշման դեմ։ Թուրքիայի ընդդիմությունը բողոքն արտահայտում է նաև խորհրդարանում, խոչընդոտելով օրենսդիր մարմնի աշխատանքը։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայի ֆոնդային շուկան եւ ազգային արժույթը կտրուկ անկում են գրանցել։ Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5%, պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 175 կետով։ Թրամփը 2 ամիս է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար, գրում է Axios-ը։ Ըստ աղբյուրի, Թրամփն առաջարկել է բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ եւ զգուշացրել է Իրանին այդ առաջարկից հրաժարվելու հետևանքների մասին։ Թրամփը հասկացրել է, որ մտադիր չէ անվերջ բանակցել եւ արդյունք է ակնկալում 2 ամսվա ընթացքում։ Զելենսկու մամուլի ասուլիսի ժամանակ նրան զանգահարել է Մակրոնը։ Կներես Էմանուել, հիմա լրագրողների հետ եմ խոսում, 20 րոպեից կզանգահարեմ քեզ, ասել է Ուկրաինայի նախագահը։ Sorry, Emmanuel. I have just conversation with the journalist. Can I be back in some minutes, in 15-20 minutes? Վաշինգտոնը Կիևին առաջարկել է ԱՄՆ-ի կառավարմանը հանձնել ատոմակայանները, այս մասին Թրամփը երեկվա հեռախոսազրույցում ասել է Զելենսկուն։ 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան բռնելով ոտքից։ Դեպքը տեղի ունեցել Իջևանում, Շամշյանի տեղեկությամբ ոստիկանները պարզել են, որ տղան դժգոհել է կյանքից եւ ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին։ Թուրքիայի Ռամադանի վրանում բեմ է փլուզվել, 5 մարդ վիրավորվել է։ Խոշոր հրդեհ է նախօրեին բռնկվել Կովկասյան շրջանի նավթաբազայում, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 357 մարդ եւ 140 միավոր տեխնիկա, այդ թվում 2 հրշեջ գնացք։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդուպես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է Ռուսաստանի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանական տոնակատարություններին։ ՔՊՕ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում եմ, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը։ Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում ուբորկա է սկսելու տարածաշրջանային երկրներում մաքրելով դրանք իր համար օտար մարմիններից, մանավանդ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիևի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջև խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով։ Փաստը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ինչպես կեսկատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար այդ համաձայնագիրը 2 օրինակից տպեց միակողմանի ստորագրեց եւ ուղարկեց Բաքու։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ու դա ի դեպ անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կերծեցում բղավելով Հայաստանի Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի։ Հետո իհարկե ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել։ Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում խաղաղության համաձայնագիր է։ Ընդհանրապես ինչ է դա։ Արկա հրապարակային եւ պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլյացիայի հետ։ Բացի այլ պահանջներից Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները եւս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով, այսինքն ահաբեկում են տեղեկատվական եւ ապատեղեկատվական տերորի են ենթարկում։ Ըստ որում հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են խաղաղության պայմանագիր բանակցել, որ այն սպառնալիքներով է մատուցվում։ Երկրորդ առնվազն հրապարակային դաշտում արկա տեղեկության համաձայն այդ համաձայնագրում արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն ստանալու բան ունենում են բացառապես Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի տվողի պահանջ կատարողի դերում է։
Հրապարակում կարդում ենք 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները կանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև։ Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչև մայիսի 1-ը չկատարեն վարկային պարտավորությունները, ապա հիպոթեքային վարկը ժամկետանց կճանաչվի եւ կբռնագանձվի նրանց գույքը։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի կառավարության 22 թվականի մայիսի 10-ի 505N որոշմամբ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար այս ընտանիքներին սերտիֆիկատներ են տրամադրվել։ Ըստ որոշման վկայագիրը երաշխավորում է Հայաստանում հիպոթեքային վարկի միջոցով բնակտարածքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է վարկառու ընտանիքի, բանկի եւ Արցախի բնակարանային հարցերով կոմիտեի միջև։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց, այս խնդիրը ծագեց։ Այդ ժամանակվանից սառեցվել են վարկերը եւ շաբաթներ առաջ միայն մարդկանց ծանուցել են, որ եթե չվճարեն վարկը, գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի։ Մինչդեռ արցախցիների կարծիքով Հայաստանի պատկան մարմինները մեկ օրում կարող են լուծել խնդիրը, վերականգնելով Արցախի ներդրումային հիմնադրամը, որն Արցախ բանկի ավելի քան 45%-ի բաժնետեր է եւ կարող է շարունակել կատարել իր պարտավորությունները։ Իրանական ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը ազատի աշտարակը լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի պետական դրոշի գույներով, հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Պուտինը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում հանդիպումներ կազմակերպել հոկեյի ազգային լիգայի եւ հոկեյի մայրցամաքային լիգայի ամերիկացի եւ ռուսաստանցի խաղացողների միջև։ ԱՄՆ նախագահը համաձայնել է։ Իտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը ամբողջովին գրված արհեստական բանականության կողմից։ 4 էջանոց համարը հասանելի է տպագիր եւ առցանց տարբերակով։ Դրանում չկան ավանդական լրագրողությանը բնորոշ անձնական կարծիքներ, խորը վերլուծություն կամ հարցազրույցներ։ Պարզ ու հասկանալի հոդվածներ են, որոնք չեն պարունակում մարդկանց ուղղակի մեջբերումներ։ Եղանակ տեղումներ առջկա օրերին կշարունակվեն, ջերմաստիճանը նվազում է։ Ահա այսպիսի տեսք ունեին Վանաձորի ոլորաններն այսօր առավոտյան։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։